Պարոն Փաշինյան, բարև ձեզ, էլի ես եմ։ Պարոն Փաշինյան, էլի մի հատ բան հարցնեմ, էլի։ Հետ դեղերից էդ խրգել էի Սարիգին։ Ոնց որ երեք Սարիգն էլ էր դեղերը չեր խմե, գնացել էր Պետրոսի մեջ այդ ինչ հայտարարություններ էր անում։ Ասում էր Արցախում գյումրեցիք փող են տվել, որ Արցախ չգնան ծառայեն, պարոն Փաշինյան։ Բախի չես դրանով զբաղվում, ասես Սարիգ ջան, լարի տնանք էդ ով չի գնացե փողով որ չի գնացե Արցախում ծառայի։ Թե մի հատ մասկի շոու սարքեցիք Գյումրիում, բայց ի դեպ ասեմ ձեզ, պարոն Փաշինյան, լավ բան արեցիք, որ մասկի շոու սարքեցիք։ Գյումրեցիքին ավելի թասիբի գցեցիք, որ չգնան Սարիգին ընտրեն։ Երեք ընդդիմությունը ապացուցեց, որ Սարիգը չի ընտրվելու, ու ժողովրդի մեջ ավելի հույս հավատ մնաց Սարիգի չընտրվելը։ Պարոն Փաշինյան, Սարիգին ասա, ավելի լավ է շուտ զադնի տնի, թե չէ տես լավ չի լինի։ Սարիգ ջան, ուշքի արի, ապեր, Նիկոլ Փաշինյանը քեզի փուրնա տվե, Գյումրեցիքի մոտ էլ հարգանք պատիվ չես ունենալու։ Ռուբեն Մխիթարյանն ու Մարտուն Գրիգորյանը քեզ երեք ալեհոպ արեցին։ Չկարացիր երկու բերան խոսեր, մենակ խնդում էի քդիտակ առանց հասկանալու։ Ամոթա Սարիգ, դու Գյումրին ու Գյումրեցիքին այդքան չսիրեցիր, ինչքան սիրեցիր Նիկոլ Փաշինյանին ու Նիկոլ Փաշինյանի փողերին։ Նա ուշքիար երկու օր դեռ ժամանակ կա, Սարիգ, կարողա չմասնակցես էլի, մարդ ես կարողա հայրենասիրությունը մեջդ արտանա, ասես դե հերիք է լավ ու բոլե լավ։ Ամոթա Գյումրիից արդեն շատ է զանգում, ասում են Սարիգին չենք ընտրելու։ Գյումրեցիք ջան, դե ամսի 30-ին մի հատ լավ ապացուցեք, որ Սարիգը Գյումրիում էլ ոչ ձայն ունի, ոչ էլ տեղ ունի։ Այսքանը։